Այսօր մեզ է միացել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, բարև ձեզ։ Հատկապես վերջին շրջանում որոշակի ահազանգ է հնչում, որ մեր երկրում ժողովրդավարության ինդեքսը նահանջ է ապրում։ Եթե այդպես է, կա խոսքի դա ուղիղ առնչվում է խոսքի ազատությանը։ Դե որ խոսքի ազատությունը ժողովրդական արժեքներից կարևորագույններից է, դա բոլորի համար ակնհայտ է, եւ ասեմ, որ խոսքի ազատությունը թերևս միակն է, որը որ այդպես նկատելի անկում չի ապրել, վերելք էլ չի ապրել, ըստ միջազգային վարկանիշների մնացել է նույն մակարդակի վրա, ուղղակի աշխարհում ավելի վատ գործընթացներ են գնում եւ աշխարհը ավելի այսպես ռեգրեսիվ ճանապարհով է գնում, քան Հայաստանը։ Դա է պատճառը, որ նույնիսկ եթե առաջընթաց գրանցվում է, դա 1-2 նիշով, որը որ շատ էական չէ բնականաբար։ Այդ դեպքում կա որոշակի հասկանալի տպավորություն Վաշինգտոնյան նոր ադմինիստրացիան ինչ է անում այդ համակարգի հետ։ Այն ինչ անում է Վաշինգտոնյան նոր ադմինիստրացիան, իհարկե հարված է խոսքի ազատությանը։ Եվ երևում է նաև նպատակը։ Նպատակը դժվար է երևում, առայժմ կարելի է տարբեր վարկածներ առաջ քաշել, բայց ես ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները առհասարակ այդ միջազգային ռեյտինգներում ամենևին էլ առաջին տեղերում չի եղել։ Եվ վերին դեմոկրատիայի հայրենիք։ Այո, հատկապես ես խոսքի ազատության մասին եմ խոսում, նա միշտ զիջել է օրինակ հյուսիսային Եվրոպայի երկրներին, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա եւ այլն, եւ կհաստատեմ, որովհետեւ եղել եմ այդ երկրներում։ Այո, ես էլ եմ եղել, իսկապես տարբերությունը բավականին մեծ է, բայց եթե մենք նայենք ընդհանուր առմամբ այն կուրսը, որը որ որդեգրել է Թրամփը, ոչ միայն խոսքի ազատության, առհասարակ ժողովրդավարական արժեքների հետ, այսպես ոչ խաղաղ գտնվելու մասին է սա։ Ինչ է, փող է հաշվում, թե։ Այո, դե ինքը պրոֆեսիոնալ բիզնեսմեն է եւ ինքը ամեն ինչ բիզնեսի կանոններով է առաջ տանում եւ քաղաքականությամբ այդտեղ զբաղվելու նշույլ ես առայժմ չեմ տեսնում, այսինքն այսպես ասեմ, քաղաքականությունը իջացրել է զուտ բիզնեսի մակարդակի, իսկ դրանք ապեն դեպքում տարբեր բաներ են եւ եթե նկատել եք իր ուրեմն բառապաշարի մեջ էլ ոչ թե պայմանավորվածություններ, ոչ թե պայմանագիր, ոչ թե համաձայնագիր բառն է, այլ գործարք։ Նա քաղաքական բոլոր այդ գործընթացները չափում է գործարքի էֆեկտով։ Եվ դրա մասին է խոսում եւ Ուկրաինայի կոնֆլիկտ եւ Ռուսաստանի միջև պատերազմի այդ գործարքը, որ ինքը ուզում է անել, դրա մասին է խոսում Գրենլանդիայի հետ պատմությունը, Կանադայի հետ պատմությունը եւ այլն եւ այլն։ Եվ կարծում եմ, որ այդտեղ ավելի շատ իր բիզնես պլաններին քաղաքական աստառ է տալիս, քաղաքական երանգ է տալիս կամ քաղաքական ուղղվածություն է տալիս ավելի շատ թիմը եւ փորձում է այսպես շտկել, չէ՞ որ նա խոսք էր տալիս 24 ժամում պատերազմը կանգնեցնել Ուկրաինայում, նա չկարողացավ դա անել 3 օր, 3 ամիս եւ այլն, կտեսնենք թե ինչ կստացվի, սա մեծ հաշվով դասական քաղաքական գործընթաց է, որովհետև ես չեմ հիշում, որ որևէ նոր կամ հավակնոտ քաղաքական գործիչ առանց որևէ բլեֆի գա իշխանության եւ շարունակի կառավարել։ Բլեֆը եղել է, հիմա ինքը իշխանության է եւ կամաց կերևա թե դրանից ինչքան է իրականանալու, ինչը չէ։ USAID-ի ազատություն ռադիոկայան այդպիսի ավանդույթ ձևավորած կառույցների վերջակետ, դա ահռելի խորհուրդներ են առաջանում բա հետո։ Ինչ խոսք։ Դուք եք անում այդ։ Այստեղ կարելի է խոսել բուն հայաստանյան իրավիճակից, խնդիրներից կարելի է գլոբալ առումով խոսել։ Գլոբալ առումով իհարկե սա նշանակում է քաղաքականության փոփոխություն,
Այսինքն այն ինչ մինչև Թրամփի երկրորդ գալը այսպես փափուկ ուժ կոչեցյալով էր կարգավորվում, այսինքն երկրների հետ բարեդրացական հարաբերություններ էին հաստատվում, աջակցություն էր տրամադրվում ժողովրդավարական ուժերին եւ արժեքներին։ Հիմա Թրամփը ուղղակի ասում է դա կարելի է մի կողմ դնել եւ կոշտ ուժով, այսինքն կոշտ պահանջներով, իսկ եթե այդ պահանջները չեն աշխատում, կոշտ ուրեմն քայլեր ձեռնարկել։ Լավ, որն է հիմնավորումը այդ քայլի։ Ինձ թվում է Ազատություն ռադիոկայանը ենթադրենք ոչ արդյունավետ է աշխատել։ Չէ, դրա մասին իհարկե չի կարելի խոսել, ինչպես եւ չի կարելի ասել, որ ոչ արդյունավետ է աշխատել USAID-ին, որովհետեւ հասկանալի է 68 միլիարդ դոլարի տարեկան ուրեմն շրջանառություն ունեցող եւ օգնություններ տրամադրող կազմակերպության մեջ կարող են լինել եւ անհաջող ծրագրեր եւ կոռուպցիայի ռիսկեր, որոնց մասին խոսել է Մասկը կամ նույն ինքը Տրամփը եւ այլոք, բայց դա քաղաքակիրթ ձևով արվում է այլ կերպ, աուդիտը անցկացվում է, ամեն ինչը վերհանվում է, մեղավորները պատժվում են եւ այլն եւ այլն։ Բայց որ գլոբալ առումով USAID-ին շատ մեծ դեր է կատարել ոչ միայն ժողովրդավարական արժեքների այսպես առաջ մղման գործում, այլ նաև սոցիալական, տնտեսական, ժողովրդավարությանը ձգտող երկրների պետություններին աջակցելու համար եւ այլն։ Եվ եթե իրենք հրաժարվում են այդպիսի քաղաքականությունից, առայժմ դժվար է ասել, որ վերջնականապես հրաժարվել են, որովհետեւ այնտեղ չնչին տոկոս 17% շարունակում է գործել, բայց պետդեպարտամենտի հովանու ներքո ներողություն, այսօր հանդիպեց ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալությունը պարտավորվել է ազատությանը փոխանցել մարտի 1-ից 14-ի համար 7.46 միլիոն դրամաշնորհ, ծանոթ եք այս տեղեկությունը։ Դե ազատությունը հայտարարել էր, որ ինքը դիմելու է եվրոպական կառույցների Եվ կոնգրեսը բավարարել է։ Եվ ես կարծում եմ, որ այդ փնտրտուքը արդյունքներ կբերի ֆինանսական այդ fundraising կոչեցյալը արդյունքներ կբերի եւ շատերն են պատրաստ ֆինանսավորել եւ ազատությանը, խոսք է գնում նաեւ Ամերիկայի ձայնի մասին եւ ուղղակի տարօրինակ է Թրամփի վարչակազմի այս մոտեցումները ժողովրդավարության տեսանկյունից, թե ինքը կտեսնենք ապագա քաղաքականությունը ինչպես է վարելու, չեմ բացառում, որ որոշ քայլերից հետ կանգնի, որոշ քայլերը վերանայի եւ այլն, բայց մեծ հաշվով Թրամփի այս քաղաքականությունը կարծում եմ, որ մարտահրավեր է հենց Ամերիկայի համար որպես պետության։ Եվ շատ կարևոր է տեսնել եւ վերջո կերևա դա, թե պետությունը ինքը դիմակայում է այդպիսի մարտահրավերներին, թե չէ, որովհետեւ մենք արդեն տեսնում ենք եւ դատական համակարգն է ըմբոստանում, հենց նույն հանրապետականների շարքում համաձայնություններ կան եւ կա Միացյալ Նահանգներում նաեւ այսպիսի մի հիմնադրամ, որը NED է կոչվում National Endowment for Democracy եւ դա ֆինանսավորվում է կոնգրեսի կողմից, ընդ որում երկու կուսակցությունների կոնսենսուսով եւ դրանից հետո վերցնել եւ փակել կամ ինչ որ սահմանափակումներ, իսկ այդ հիմնադրամի նկատմամբ նույնպես սահմանափակումներ դրեցին ուղղակի դատական համակարգի, ինչպես նաեւ ուրեմն երկու կուսակցությունների փոխհամաձայնությամբ այդ սահմանափակումները հանվեցին։ Առայժմ համենայն դեպս Հայաստանյան կառույցներում անորոշություն է, թե կա պատկերացում ինչ է լինելու։ Չէ, անորոշությունը շատ մեծ է առայժմ, որովհետև Հայաստանում USAID-ին դադարեցրել է որևէ գործունեություն, ֆինանսավորումը չկա, ավելին Այսինքն որոշակի քանակի մարդիկ հայտնվել են անաշխատ կան եւ այդպիսիք կան եւ մարդիկ, որոնց ծրագրերը կանգնել են եւ կամ քիչ են ավելի ստանում աշխատավարձ կամ գործունեության ծավալը պակասել է
բայց ովքեր որ գործել են միայն USAID-ի ֆինանսավորմամբ, այո, իրանք ուրեմն առանց գործի են մնացել եւ որևէ հստակություն այդտեղ չկա։ Բանն այն է, որ շատ անսպասելի եւ կտրուկ արվեց։ Դու անսպասելի դժվար է ասել, որովհետեւ Թրամփը իր նախընտրական կամպանիայի ժամանակ դրա մասին ակնարկներ արել էր, բայց որ ասենք հունվարի 25-ին շաբաթօրով կտեղեկացնեն, որ 20 ամսի 24-ից ծրագիրը դադարվել է, դա բավականին անսպասելի է եւ խիստ այսպես խնդրահարույց, որովհետեւ մարդիկ հունվարի 1-ից 24-ը աշխատել էին, արդեն պետք է աշխատավարձ տալ, հարկեր պետք է վճարել պետությանը եւ այլն։ Եվ ամեն մի կազմակերպություն փորձում էր մեղմել դրա։ Եվրամիությունը Թրամփի բոլոր այդ նորամուծություններին արձագանքում է։ Կա սրան արձագանք։ Կա ուղղակի Եվրամիությունն էլ բավականին այսպես բյուրոկրատական ծանր կառույց է եւ դժվար է արձագանքում, այսինքն դանդաղ է արձագանքում։ Թեպետ եթե ուղղակի արձագանքի մասին խոսենք, բավականին օպերատիվ արձագանքեցին, բայց փոխարինել այդ ահռելի արձագանքելու նպատակը կարող է հենց դա լինել, եթե չէ, այո, չէ, իրենք պատրաստականություն են հայտնում, իրենք հանդիպումներ են կազմակերպում եւ ես որպես կազմակերպության ղեկավար ինքս էլ գիտեմ եւ իմ հետ են հանդիպումներ եղել տարբեր եվրոպական երկրներից, առանցին երկրները նույնպես ակտիվացել են։ Նույն Ֆրանսիան է ակտիվացել եւ բայց ամեն դեպքում նոր ծրագրերի այսպես հայտարարումը կարող է լինել մյուս տարի։ Իսկ մինչև մյուս տարի պետք է ապրել եւ պետք է հաղթահարել այդ բարդությունները եւ պետք է ասել, որ հենց Հայաստանի ներսում նույն ազատության բացակայությունը, եթե ի վերջո դադարի գործել ազատությունը, դա կարծում եմ, որ լուրջ կորուստ կլինի մեր լրատվական դաշտի համար, այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, այդ տիպի լրատվամիջոցի կարիքը միշտ կա։ Երբ իսկապես մենք շահագրգռված ենք, որ մեր լրատվական դաշտում որակյալ լրատվամիջոցները շատ լինեն, տարածվի որակյալ ժուրնալիստիկան, բայց երբ ազատության նման լրատվամիջոցը դադարեցնի կամ նեղվի իր գործունեության շրջանակները, մենք դրա կարիքը կզգանք, որովհետև այն չափանիշները, որ հետևում է Ազատություն ռադիոկայանը, ամեն մի լրատվամիջոց չէ ցավոք հայաստանյան, որ պահպանում է։ Հայաստանը ազատ համացանց ունեցող երկրների շարքում է։ Որտեղ է Ադրբեջանը։ Ադրբեջանը շատ հեռու է։ Ինչպես եւ Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը 154-րդ տեղում է ի տարբերություն Հայաստանի, որը որ Ճաղերի հետևում գտնվող լրագրողների քանակով էլ Ադրբեջանը ռեկորդ է։ Անշուշտ եւ առհասարակ այնտեղից բավականին շատ լրագրող ուղղակի փախել են, որպեսզի հետապնդումների չենթարկվեն։ Հայաստանը նաեւ առաջ ընկավ Վրաստանից։ Եվ այս առումով մասնավորապես լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը համարում է, որ Հայաստանը տարածաշրջանում լիդեր է։ Կրկնում եմ, ինչպես եւ մենք սկսեցինք դրանից մեր խոսքը, որ դա շատ մեծ ձեռքբերումների հաշվին չէ, այլ պատճառն այն է, որ մնացած երկրներում իրավիճակը շատ ավելի արագ վատթարանում է։ Երևանում կքննարկվի ռուսական ալիքների հեռարձակման հարցը։ Ինչ-որ բան է փոխվել։ Կարծում եմ, որ չի փոխվել։ Ուղղակի Հայաստանը կարծում եմ, որ չի ուզենա, որ դա լուրջ բարդություն լինի Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, բայց ես կարծում եմ, որ Հայաստանը այնուամենայնիվ պետք է շատ զգոն լինի եւ այն սահմանափակումը, որը որ դրվեց հանրային մուլտիպլեքսում ռուսական որոշ հաղորդումների սահմանափակման առումով բավականին հիմնավորված էր եւ այստեղ ես պետք է ասեմ, որ ռուսական կողմն էլ
երբ Հայաստանի իշխանությունները այդ հարցերը բարձրացրեցին եւ կոնկրետ ասենք Վլադիմիր Սոլովյովի այդ տխրահռչակ հաղորդման դրվագները ցույց տվեցին, ռուսական պաշտոնյաներն էլ համաձայնեցին, որ սա անընդունելի է, բայց հայ կարծում Հայաստանը պետք է շարունակի շատ ուշադիր հետևել այն նարատիվներին, որոնք որ հեռարձակվում են, այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը ի դեպ նույնպես շատ հետ է Հայաստանից խոսքի ազատության Բայց տեսեք, ճիշտ է կամ տրամաբանությունները դա հուշում, որ պետք չի սրել ընդհանրապես բոլոր ուղղություններով իրավիճակները, բայց մյուս կողմից դոմինանտ կարծիք է, որ Հայաստանը քարոզչական պատերազմում պարտվում է հենց այդ պատճառով։ Ում հետ, Ռուսաստանի հետ։ Բոլորի հետ, Ադրբեջանում տեսեք ինչ փակի տակ է գտնվում ամեն ինչ։ Ադրբեջան կարող է հայկական ինֆորմացիա սղոսկել առանց ֆիլտրի։ Իհարկե չէ, բայց դրանով հենց տարբերվում է Ադրբեջանը Հայաստանից, ինչպես ես արդեն ասացի, այնտեղ դիկտատուրա է եւ խոսքի ազատություն չկա։ Եվ այս առումով Ադրբեջանին ավելի հեշտ է կարող։ Կարմորինակ։ Այն էլ պրոֆեսիոնալներն են տարածում, որ իբր Ֆրանսիան հրապարակել է մի քարտեզ, որտեղ Հայաստանը չկա, Ադրբեջանն են, Թուրքիան եւ այլն։ Ու դա Ֆրանսիան չէ։ Այդ մեր քննարկած երկրների ձեռագիրն է ով։ Իսկ Հայաստանում դրան արձագանքում են որպես հալած յուղի տեղ։ Եվ նու չեմ կարծում, որ հալած յուղի տեղ են արձագանքում, բայց որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է լինում լրատվամիջոցների կողմից եւ շատ հաճախ նաեւ մանիպուլատիվ ձևով իբր ընդդեմ իշխանությունների, բայց իրականում շատ ավելի ձեռնտու Ադրբեջանի համար այդպես օգտագործվում է, այո։ Որտեղ Ֆրանսիա Ադրբեջանը իհարկե կփորձի պատամներ ցույց տալ։ Այո, հիմա ես կարծում եմ, որ քաղաքական քայլեր եւ լուրջ քայլեր պետք է արվի եւ այդ դեպքում, երբ որ Ֆրանսիայում այդպիսի հրապարակումը եւ Գերմանիայում ի դեպ այդ հեռուստաընկերությունը եւ Գերմանիայում եւ Ֆրանսիայում հանդես է գալիս եւ ես ամենևին էլ չեմ բացառի, որ այդտեղ նյութական շահագրգռվածություն ունենա այդ լրատվամիջոցը, որտեղ Ադրբեջանը սովոր է ամեն ինչ առնել եւ ծախել։ Հիմա դա մի հարց է։ Նույնը պետք է մենք տեսնենք, թե ռուսական հեռուստաընկերությունները ինչ են տարածում մեր մասին եւ նույն ինֆորմացիոն, երբ մի քիչ սրվում են հարաբերությունները, ինչ կոնտենտ է գնում ռուսական հեռուստաալիքներով, ուղղակի խայտառակ եւ շատ ժամանակ դնում եւ համատում ես Ադրբեջանի եւ Ռուսաստանի ասածները եւ այնտեղ կարծես թե ունիսոն է գնում եւ այս առումով իհարկե Հայաստանը պետք է շատ զգուշ լինի եւ այդ ինֆորմացիոն պատերազմի տարրերը, որոնք որ երևում են եւ ռուսական ալիքներով եւ ադրբեջանական ալիքներով եւ այլ ալիքներով որտեղից էլ որ գա, մենք պետք է ինֆորմացիոն դաշտը կարողանանք պաշտպանել եւ քաղաքական քայլերով եւ պրոֆեսիոնալ աշխատանքով, որովհետեւ մեր լրատվամիջոցները այնուամենայնիվ պետք է աշխատեն պրոֆեսիոնալ դաշտում եւ ոչ թե ավելի շատ սպասարկեն տարբեր քաղաքական շահեր։ Եթե ինչ որ հակա հայաստանյան նարատիվ պետք է օգտագործվի Ադրբեջանի կողմից, իսկ իրենք օգտագործեն իշխանությունների դեմ, դա պրոֆեսիոնալ աշխատանք չէ, դրա համար եմ ասում, որ Հայաստանում ուղղակի շատ մեծ դեֆիցիտ է եւ կարեւորություն ունի որակյալ լրագրությունը։ Գյումրի ընտրաշավին հետևում եք։ Ինչ դիրքից եք հետևում, ինչ տպավորություն եք հետևում։ Ես չէի ասում։ Չասեք բարձր գնահատական եմ պատրաստում։ Ես առհասարակ պրոֆեսիոնալ գնահատական էլ չեմ ուզում տալ, որովհետև մոնիտորինգ չենք իրականացնում։ Մենք մոնիտորինգ չենք իրականացնում։ Առհասարակ ընտրարշավի լուսաբանումը հատկապես մոնիտորինգի իհարկե ենթակա է եւ պետք է անել, որպեսզի շատ այսպես լավ պատկերացում եւ հիմնավորված գնահատականներ տալ։ Ես հետևում եմ ուղղակի որպես Հայաստանի քաղաքացի եւ երկրորդ քաղաքի ընտրությունները շատ ինձ հետաքրքրում են, հատկապես որ այնտեղ մասնակցում է նաեւ մեր գոլեգան Լևոն Բարսեղյանը եւ բնականաբար մենք երկպագում ենք իրեն եւ կարծում եմ, որ իր էությամբ ինքը այնպեսի մարդ է, որ լավ քաղաքապետ կարող է դառնալ, շանսերը
տեսնենք թե ինչպիսին է, բայց այսպես նաև այդ պատճառով եմ ես հետևում այդ գործընթացներին։ Իհարկե, ինչպես ցանկացած ընտրարշավ Հայաստանում շատ տհաճ բաներ են նկատում եւ շատ տհաճ տպավորություն ունեն։ Բայց գրի առնելու բաներ շատ կան, հետո պետք է գա դա։ Ինչ խոսք։ Երևի ինչ որ մի գրառումներ իմ մոտ կան, որպեսզի հետո համատեմ, թե հանրապետական մակարդակով, երբ որ ընտրություններ են լինում, ինչ ընդհանրություններ եւ առանձնահատկություններ կան։ Շնորհակալություն, որ եկաք։ Մենք լսում ենք Աշոտ Մելիքյանին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ։